լարսը փակը մենք հայտարարություն ենք տարածել, լարսը բացվել է արդեն մատակարարական կենտրոնի մի քանի օրից սկսի գինի իջնել։ Եթե եկավ քիչնի։ Մինչև ինչքան գնի։ Հիմա հպարտորեն հայտարարում եք լարսը փակ է ու Ես վերջ։ հպարտորեն չեմ արել, ես ասում լարսը փակ է, փաստը մարզանալու, ասում կարող է հեղու գազը մենք ենք Պատճառը ո՞րն է փակել։ Եղանակային պայմաններում լարսը փակ է։ Բայց մի քանի ամիս առաջին էր եղանակային պայմաններով փակել լարսը։ Բայց ասում եմ, մի րոպե սպասեք, որպեսզի հասկանաք, մի րոպե։ Հարց եք տվել, պետք է լսեք, որ այդ մի հարցի մի 100 անգամ պատասխանեք։ Հայաստանի Հանրապետությունում հեղու գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսական սուբյեկտներ։ Որևէ մեկը նույնիսկ չի գերազանցում 10% շեմ, այսինքն դաշտը խիստ մրցակցային է։ Եվ տեսականորեն որևէ մեկը չի կարող գեշկորդից չարաշեն, որ օրենքով արգելված է 10%-ից ներքև որևէ տնտեսվորի նկատմամբ որևէ պրոցես գեներացել ամբողջ աշխարհում։ Եթե դաշտը խիստ մրցակցային է, եւ բոլոր տնտեսվարողները կարող են մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ կարող է դիֆիցիտ ստեղծի, արհեստական խնդիր ստեղծի։ Այն նոր մաքսորը չեք ուղի տալիս միայն։ Մի րոպե կլինի լսեք, որպեսզի հասկանանք։ Ասում, եթե չկա խիստ որևէ մի տնտեսվարող, որ ունի գեշկորդի, որ կարող է չարաշահել, նշանակում մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել այդ տնտեսությունը։ Հիմա դուք ասում պատճառը ո՞րն է, մենք կավարտենք դա։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք Ռուսաստանի Դաշնությունից էր մատակարարվում գազը եւ չէր եկել, քիչ է։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ունեն քիչ քանակի գազ, որպեսզի արագ սպառեն, ես գազի գինը բարձրացրել էին։ Ես անկացել եմ մեկ էլ invoice-ը ինչքան է այդտեղ դուք տեղեք եք գներից, օրինակ իսկ այդ մարժան ինչքան է, կարող է օրինակ շատ են մեջը մտնում։ Չէ, չի կարող։ Ասում որտեղ 100 քանի հոգու դեպքում եթե մեկը շատ է, քիչ կմտի, որ ծախի 196 հոգի իրար ձեն են տալիս։ Դες բանկեսականորեն։ Այսինքն հիմա որ գինը 300 դրամ է դարձել, դուք տեղանել եք, չնեք, դա արհեստական բարձրացում չի։ 180 մանրամասն բացատրեցին օրենքը։ Այսինքն նույնիսկ օրենքով արգելված է 10%-ից ավել պակասի դեպքում որևէ պրոցես գեներացնել դա ամբողջ աշխարհում։ Նայեք, պատկերացնում եք, ասենք 10,000 հոգի ինչ-որ գործով են զբաղվում։ Դա տեսական է, նշանակում է չեն կարող իրար այդ պայմանով լուրացնենք հակամրցակցային համաձայնությունը։ 9% է նախկինում, 8-9-7։ Իսկ չի կարող 7%։ Այո, մենք դերակը բայց գները չեն հաշվի, դա որտեղ առողջ։ Հիմա լարսին այլընտրանքային որևիցե ճանապարհ չկա։ Գերուկին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ տնտեսվարողներից մեկը ադրբեջանական բենզին է ներկրում, բայց վաճառում է ավելի բարձր գնով, ասենք մյուս ներկրված բենզինի այլ երկրներից ներկրված բենզինի գնով։ Եվ ասաց, որ այդ տնտեսվարողի հետ համաձայնեցված չի, ամեն չեն կարող վարույթ, դա հարուցված։ Ինչու որ հարցով հայտարարության մեկ էկոնոմիկայի նախագծի որ մեկի վրա որ մեկը ադրբեջանական բենզին է ծախում տանկանով գնան վարույթ։ Այսինքն այդտեղ մրցակցության ասում որ հարցի շուրջ որ ասեք ասեմ վարույթ շատ բենզինով վարույթեր ունենք որ հարցով Որտեղ է վաճառում։ այսինքն այդտեղ մրցակցային հակամրցակցային խնդիր չկա, այսինքն մրցակցության բան լավ չեմ պատկերացնում, բայց ես ասեմ մենք ինչ վարույթ ունենք, մենք ունենք գործընթաց մենք նախ 3 դատական գործ պարտվել ենք, դա էլ ասեմ, առաջի այցանի դատում, դու դատանը կարծելով բենզինի գները, որ բարձրացրել էին, մենք սխալ ենք պատկերացրել, դա բարձր չէ, հիմա վերաքննիչ բողոք ենք տանում եւ այսօր նորից գործընթաց ունենք բենզինի շուկայում, իհարկե չեմ կարող ասել, չեմ պատկերացնում ինչ եք ասում, էլի էկոնոմիկական նախարարությունը ինչ ասել։ Ենթադրում եմ ինքը նկատի ունեցել պարոն Պապայանը, որ Հայաստանի Հանրապետությունում մատակարարված բենզինը կամ դիզելը չեմ կարող ասել ինչ ասել Ադրբեջանից, երկու տնտեսվարող էին բերում եւ ստեղի մյուս տնտեսվարողները ձեռք էին բերում եւ ենթադրում իրանք չէին հայտարարում, որ ծախել են ադրբեջանական բենզին, այլ երևի հայտարարում են։ Մենք այդ հարցումները ճիշտ ասած ուղարկել ենք CPS ընկերությանը եւ CPS ընկերությունը մենք ասել է, որ այդ բենզինը դեռ չի վաճառվում, պահում է։ Այո։ Հեղուկ գազի հետ։ Բոլորը վերցնում են։ Եթե ասում եք բոլոր բենզին եւ դիզել ներմուծող եկեղեցու մենք հրապարակել ենք։ Քանդվեց այդ մենաշնորհը, հիմա էլ ինչու են գնում։ Այսինքն դուք այդպես սպասեցիք ինչ-որ հարցից, որ հարցն եք տալի, ասեք։ Ադրբեջանական բենզինի մենաշնորհը։ Որտեղ ոչ չեք լսում, հարցը Քանի տնտեսվարող ադրբեջանական բենզին բերում։ Ադրբեջան բենզին բերում է երկու տնտեսվարող սուբյեկտ
Իսկ մյուսը Խաչատուր Սուքիասյանը եւ Զուգեսան տնտեսվարության սուբյեկտ չի։ Խաչատուր Սուքիասյանը բիզնեսները։ Կարող է երբ որ բիզնեսն է պատկամ չկրումներ, չեմ ասում իրենց ընտանիքի կապը։ Ռանոյլը Թողեք հարցը ավարտի, պատասխանը ավարտի նոր։ հարցը տալի չէ։ Ռանոյլը մյուսը անունը դժվարանամ ասել։ Շիշա Ուորդը։ Շիշա Վոլտ, այո, Շիշա Վոլտը, որը բերում է եւ վաճառել է Սամվել Ալեքսանյանը։ Կապակցված։ Միգուցե, միգուցե դες որևէ ուզում ասեմ այդ տեսակից որևէ խնդիր ու տարբերություն չկա։ Այդ բերում են հիմա տեղական բիզնեսները այդ ապրանքից եւ ձեռք են բերում եւ վաճառում են եւ այդտեղ մարժաները մենք բարբերաբար հսկում ենք որ հանկարծ էժան ապրանքը չվաճառվի թանկ գնով։ Դա ձեր ասած հարցը պատասխանը։ Այլ երկրներից որ երկրներից է գալիս բենզին եւ բենզինի դիզվարելիք ու քանի ընկերություններ խոշոր։ Ջան, շատ են, տենց հիմա ես չեմ կարող բոլորը ասեմ, այս պայն արդեն Վրաստանից են մեքենայի շուտ փոքր ներկումներ։ Եթե խոշորներին կարող եմ ասել, թե քանի երկրներից ով է բերում։ Խոշորներին ասեք։ Խոշորը CPS-ն է, Max-ն է, Ranoil-ն է, Flash-ն է, դրանք ունեն Balkan եւ իհարկե Shell-ը հայտնի որ Ռուսաստանից, Եվրոպական չէ, ռուսական բենզին շատ տարբեր։ Ռումինիա, Իտալիայից են ինչ-որ մի մաս բերում, Հունաստանից են բերում, Ռուսաստանից են բերում։ Այդ երկրների ընկերություններ են, արտադրողները եւ Ռոմ Պետրոլն է, հիմա որ այդ Ռոմ Պետրոլը որտեղից է բերում։ Ռոմ Պետրոլը Ռումինիա։ Ռումինիա, հա։ Հալու նշեցիք, որ հեղուկ գազը հիմնականում Ռուսաստանից է գալիս, հնարավոր է որ Եվ Իրանից է գալի, Իրանում խնդիր կա, Ռուսաստանից գազը որ փակի այդ ճանապարհը։ Հիմա հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հնարավոր է խնդիրներ է ստեղծել, հաշվի առնելով Ռուսաստանը փակ է։ Հա, դրամը ծմրաններ էր թանկ։ Հարցում եք ասում եք քիչ է գազի գիտեք։ Բայց ես ասում եմ հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ռուսաստանում Չէ, դուք չեք լսում իմ հարցը, ես դասի մասին չեմ խոսում։ Ես ասում եմ հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ռուսաստանում այո խնդիր են դրել հեղուկ գազի մատակարարումը լավ չիրականացնել Հայաստան։ Բայց ես լսում եմ ձեր հարցը ասում լարսն է փակ։ Միայն լարսն է, Գազը փակ չէ դարի մեքենա։ Ջոջա նայեք, իմ ցանկացած ասած բան կարա հանգիստ ճշտեք, նայեք։ Եթե ես սխալ եմ ասում, ուշական պետք է մեքենաների հոզ գա։ Հիմա հարցում եք ուղղակի ասում եք քանի մեքենա է մտել Հայաստան եւ տեսնում եք օրինակ այդ ժամանակացում քանի մեքենա ակի մտնում։ Եվ եթե մարդը վարորդը քշում է 10 օր պետք է գնար հասներ գալ, հետ չի գնում հասնում կանգնում է սահմանին խցանման մեջ է մտնում նախ իր գիննա թանգան, որտեղ ինքը ժամանակ աշխատավարձ է տալի, վճարներ է կատարում եւ այդ ապրանքը չի ասում այստեղ։ Ու եթե ինչ-որ մեկի մոտ է կա պայմանական 100 կիլոգրամ կամ 100 լիտր հեղուկ գազ, ինքը դա դանդաղ է ավելի վաճառում եւ ավելի թանկ ու միանգամից չվերջանա որ իր մոտ մնա այդ պաշարը եւ վերջերս գիտեք նաեւ որ որոշ ընկերություններ օրինակ հեղուկ գազը չէին վաճառում, ասում են մենակ նախկինում վաճառված կտրոնների համար ենք վաճառում։ Ինչի համար դու ինքը արդեն վաճառել է, իր պարտավորություն կատարելու համար այդ խնդիրներ դրել։ Այսինքն իրականության մեջ երբ որ ապրանքը ավարտը որ ապրանքը չի գալի հասնում տեղ։ Ինքը բնական է որ գինը թանկանում է։ Գինը թանկանում է, երբ որ պահանջարկը մեծանում է, առաջարկել չեմ։ Հիմա թե այլ ինչ պատճառ կարող է լինել, դա գուշակություն Հիմա արդեն գալիս է, էսերի գուշակություն չեմ անում, որպեսզի տպավորություն Հորմուզի նեղուցով պայմանավորված կարող է այդ բացի լարսը փակ լինելուց նաև ասացին որ Հորմուզի նեղուցով այդ մի գեծը կտրվել է, չի։ Այդ այսքան այնտեղ ճգնաժամ առաջացել պահանջարկը մեծացել է Ռուսաստանում։ Իհարկե, բայց այդ մի պատճառ, երկրորդ ասում, այս վերջի խնդիրը կապված է կոնկրետ լարսը փակ։ Հիմա լարսը որ կգա արդեն կտեսնենք բացվելուց հետո ինչ ինվոյսային արժեքով են առել, միգուցե ինվոյսային արժեքներ կարող են հրապարակում։ Չենք ասում կոնկրետ ընկերության մասով, ընդհանուր ասած մոտավորապես դե հասկանեք օրինակ ինչքան են, եթե օրինակ 100-ը բայց դուք որսա գնաք, դա ոչ ինտերնետ է։ Եթե օրինակ 150-ը վերցնում են 280-ով են ծախում, այլ բան է, եթե 240-ով Բայջան, ուզում եմ բան, եթե ինքը նույնիսկ ինչ-որ մեկը վերցնեց 100-ով եւ ծախեր 400-ով, դա իր խնդիրն է։ Բացատրում նորից, որտեղ եթե գերիշխող դիժ չկա, նմանատիպ ֆունկցիա իրականացնելը շուկայի մեջ արհեստական միջամտություն, որտեղ եթե մի րոպե ավարտեմ, էլի մարդը զրուցում եք էլի հարցը զրույց է սա։ Եթե կարծում եք որ ձեր գործընկերոջ հարցը ավելորդ է, չկա, բայց բավարար հարց է, հասկանանք։ Հիմա եթե մարդը այդքան մեծ մարժ է վերցում, եթե այնտեղ մրցակցային դաշտ է, նշանակում է այդ խնդիրը չկա, որտեղ մյուսը ավելի էժան կծախի։ Հիմա լսում ձեր հարցին։ Ես մեղավոր չեմ, դուք եք ձեր հարցը տալիս։ Իսկ ինչ է ձեր հարցը շատ ավելի կարևոր է, քան իր հարցը։ Ես նման բան չասեցի, սխալ մի մեկնաբան։ Ես խաչ չեմ մեկնաբան, թողեք խնդրեմ, տվեք։ Պարոն Գևորգյանը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ տարիներ շարունակ բենզինի շուկայում մաֆիա եղել, թանկ գներ են դրել աստղաբաշխական հարստացել են։
հիմա ասում եմ մենք կոտրեցինք դա այլտեղից նկատի ունենալով Ադրբեջանից բենզին բերելը։ Հետաքրքիր է արդյոք ձեր կառույցը ունի իրավասություն գնալ հետքերով թե ոչ, պարզել տարիներ շարունակ ինչ հակամրցակցային իրավիճակ եղել, որ մյուսները մենաշնորհային դիրք ունենալով հարստացել են, թե անելիք չունեք դուք։ Այդ կառույցը ավելին ասեմ, արդեն 2 անգամ շուկայի ուսումնասիրություն է հրապարակել եւ այդ խնդիրների մասին նշել է։ Իհարկե Հայաստանում վարչապետը քաղաքական պաշտպանյալ քաղաքին գնահատական տալի, մեր զուտ մասնագիտական կառույց է եւ տվել է իր կարծիքը ու արդեն 2 անգամ, ընդ որում մենք բարձրացել մի քանի անգամ հարցազրույց ենք կարել, ասենք որ մենք ունենք խնդիր նաեւ արտաքին համակարգի հետ ենթակառուցվածքների մատակարարն է, դրա մասին բարձրացած խոսացել ենք, զեկույցը հրապարակված է, կարող եք իմեր վերցեք եւ ովքեր են, վերջում նորից կասեք ովքեր են անօրինական գնել։ Ես անօրինական բան ասեցի։ Չէ, ես Նիկոլ Փաշինյանի ասացնեցի։ Չեմ կարող ֆրագմենտալ Ովքեր են աշխաբաշխական գներ դրել եւ մենաշնորհային դիրք զբաղեցրել։ Մենաշնորհային դիրք եղել է մեր լոգիստիկ հանգույցների հետ կապված։